Պատմաբանի այն մտքերը, թե մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության գլխին մտրակը ճոճելու, նրա ներքին գործերին միջամտելու համար։ Խոսում փաստերով նա բարձրացնում է վարագույրն այն նենգությունների, որոնցով նույն այդ տերությունները 1890-ական և 1915-16 թվականներին արևմտահայությանը ոչ միայն չպասպանեցին թուրք բարբարոսներից, այլև իրենք անմիջական մասնակիցը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության։ Հասկանում եք, սա գրած է։ Ես դրա համար եմ օրու մեջ ասում, լսեք ժողովուրդ, ինչա Մեսրոպ Մաշտոցը սկսել ճանաչել զիմաստություն և սխրատից, ով է կարդում սա։ Ես իմիջիալոց ուզում եմ ընդհանրապես պատմաբանության հետ կապված շատ վեճեր կան, բայց ես ուզում եմ այս հատորյակի հեղինակներին, ով որ որևէ մասնակցություն ա ունեցել, շնորհակալություն հայտնեմ, որովհետև փաստերը շարադրված են ճշգրիտ և թողնված է շատ կոնկրետ հնարավորություն, մարդը ընդեղ կան հետևություններ, որոնք քաղաքական են, որոնք մերձ քաղաքական են, որոնք ազդված են տվյալ իրադրությունից, վարվող, բայց սա արժեքավոր է, այստեղ գրած է ամեն ինչ։ Երաշխավորի մասին, գիտեք երաշխավորի մասին խոսակցություն ինչի մասին է, որ այս խաղաղությունը մերը չի, մեկը թող գա, այս խաղաղությանը տեր կանգնի, ով կա, ով ուզում խաղաղությանը տեր կանգնի։ Դրա համար է, որ մենք ասում ենք ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունը մերն է, խաղաղությունը ժողովրդինն է, մեր ժողովուրդն այդ տառապանքների և զոհերի գնով այս խաղաղությանը հասել։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտեք ով է։ Լուրջ եք ասում։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտեք ով է համաձայն էլի միջազգային բաների դերակատարում ունեցել։ Գիտեք, էդ էլ գիտեք։ Թուրքիան։ Ժողովուրդ ջան, մենք 2020 թվին ունեցել ենք, թե չենք ունեցել անվտանգության երաշխավոր։ Ունեցել ենք։ Ով է եղել այդ անվտանգության երաշխավորը, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Եվ այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց։ Չեք հավատում, Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք, Բաքվում արած իր պաշտոնական թե պետական այցի ընթացքում։ Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են, որ ոնց այսօր եք գնում, ոնց մի րոպե, բա դուք բան եք, ես այդ պատմությունն էլ մի օր պետք է երջանկահիշատակ չեմ պատմել, չէ, հրապարակային, երջանկահիշատակ Հռոմի պապի հետ իմ ունեցած խոսակցությունը, հրապարակային պատմել է, մի օր հրապարակային էլ կպատմեմ, և խոսքը դրա մասին է, խնդրեմ արձագանքեք, չնայած առանց էներ։ Արձագանք։ Պարոն վարչապետ, սա ես կարծում շատ կարևոր է նաև մեր ապագա սերունդին և այսօրվա կրթություն ստացող Հենա երեխեքը միջազգային հարաբերություն և երեխաներին, այո, և ուսանողներին այս քաղաքագիտական սկզբունքների մոտեցումների մասին։ Դուք եք միջազգայինը։ Ինչու, որովհետև պարոն վարչապետ, նույնիսկ մենք երբ այստեղ հանդիպումներ ենք ունենում բաց դասի շրջանակներում, մեր փորձը ցույց է տալիս, որ ուսանողների և աշակերտների հետ իրենք դպրոցում, բուհերում նույնիսկ ամբողջությամբ այլ բան են սովորում և այլ պատկերացումներ ունեն և կարծում եմ իհարկե պիտի այլընտրանք ունենան, առնվազն և այս իմաստով ես կարծում եմ, որ մենք ահռելի անելիք ունենք ոչ միայն այսօր այդ գաղափարը առաջ մղելու, տարածելու, այլ նաև առաջիկայում ապագա սերնդի շրջանում սա լուրջ փոփոխության ենթարկելու։ Գիտեք ինչ, ես էլի նախ մեկ եկեք արձանագրենք, որ մենք բոլորս այդ նույն մտածողության կրողն ենք եղել, ժողովուրդ ջան, բոլորս։ Բայց այդ է հենց առաջնորդությունը, երբ որ դու հասկանում ես, որ մի բան այն չի։ Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված մենք ի վերջո չպետք է ասենք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի էլիտան
Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահելա պատանդի կարգավիճակում։ Իրանց իշխանական եւ այլ, այսինքն մարդկանց պահել 30 տարի անորոշությունների մեջ եւ որևէ դուք հասկանում եք դա ինչ է նշանակում, չստեղծելով նորմալ կրթական համակարգ եւ այլն եւ այդպես չան, ինչի իրանք Ղարաբաղին լուրջ են վերաբերվել, Ղարաբաղին լուրջ են վերաբերվել, ոչ լուրջ չեն վերաբերվել։ Ես հարց եմ տվել 2018 թվին, իսկ քանի հոգի է նույն Ղարաբաղից պետական միջոցներով գնացել թոփ համալսարաններում կրթություն ստացել հետ եկել։ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայն են երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք ընդունել Ալմատիի հռչակագիրը։ Սա է իրականում խաղաղության անկյունակարը, հիմքը, որը կրկնում եմ ունի իրավական պարտադիր ուժ թե Հայաստանի Հանրապետությունում, թե Ադրբեջանի Հանրապետությունում։ Նաև ուզում եմ ընդգծել Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը, դա էլ է շատ կարևոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով եւ դրանով իմ համոզմամբ մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարման եւ այն որ Կիրանցի դպրոցը Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար, սա իմ ասացի ամենավառ վկայությունն է։ Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է։ Խաղաղությունը սա է։ Խաղաղությունը նաև այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում։ Ոչ միայն կրակոցի ձայներ չեն լսվում, այլև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում շուրջ ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով, որ հանրության շրջանում հայտնի է որպես 16 միլիոնի ծրագիր։ Ավելի քան 3600 նոր տուն սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, հարգելի գործընկերներ, որոնց ճնշող մեծամասնությունում անկախությունից ի վեր գործնականում ոչ մի տուն չէր կառուցվել։ Հասկանում եք, 3600 տուն, նրանց մի զգալի մասը այնպիսի բնակավայրերում սահմանամերձ, որտեղ 30 տարվա, ավելի քան 33 տարվա պետության գոյության ընթացքում ոչ մի տուն չի կառուցվել։ Ավելին